Բարոյձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն դեկտեմբերի 18-ն է, ես գտնվում եմ Երևանում ու դրա համար չէի կարողանում օրվա ընթացքում պատրաստել ձեզ համար հաղորդում։ Երևանում եմ գտնվում պատգամավոր Շիրակ Թորոսյանի հրավերով, Ջավախ հայրենակցական միության հրավերով։ Այստեղ տեղի ունեցավ շատ կարևոր գրքերի շնորհանդես, որին որ ես հրավիրված էի մասնակցելու։ Մեկը վերաբերվում էր Ախալցխայի տոներին էլեկտրոնային գրքի շնորհանդեսին, որի աշխատանքներում ես նույնպես ներգրավված էի, եւ ելի մի քանի գրքերի շնորհանդես, որոնք որ նույնպես վերաբերվում էին Ջավախին, այսպես թե այնպես։ Ցավոք չկարողացա հասնել եւ մասնակցել նաեւ Մայրաթոր, որտեղ որ այսօր շատ կարևոր իրադարձություններ էին տեղի ունենում, բայց կցանկանայի խոսել այդ թեմայի շուրջ եւ ոչ միայն այդ թեմայի շուրջ, անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի մի քանի կարևոր հայտարարությունների տարբեր հարցերի այսօր նա անդրադարձել։ Դրանց բացի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալներ գտնվում Երևանում, հետաքրքիր հանդիպումներ են նա ունեցել։ Այս հարցերը առաջարկում եմ այսօր քննարկել, բայց ամենակարևոր հարցը, սիրելի հայրենակիցներ, դա Մայրաթորում տեղի ունեցածն էր այսօր։ Գիտեք, սրբազան հայրերը արագ կոչ տարածեցին, հավաքելով իրենց կողմնակիցներին Մայրաթոր էջմիածնում, ընդդիմադիր կոչեցյալները, ճիշտ է, ընդդիմադիր նրանց չեմ անվանում, բայց կարելի է մտածել ինչպես անվանել, ոմանք անվանում են նրանց 5-րդ շարասյուն, շատ արագ նույնպես հանրահավաք կազմակերպեցին, շատ լավ ստացվեց, որ Բախում չեղավ, բազմաթիվ կոչեր կային, որ Կտրիչ Ներսիսյան հեռացիր, հետո Մայրաթորը նաև գիտենք, որ հայտարարություն էր տարածել, Մայրաթոր ասելով Կտրիչ Ներսիսյանը Մայրաթորի անունից, քանի որ հասկացել էր, որ իրավիճակը բավականին բարդ է իր համար ու կարևորը այն է, սիրելի հայրենակիցներ, որ ես տեսա շատ լուրջ գործողություններ սրբազան հայրերի կողմից, ինչը ինձ հստակ հուշում է, թե ինչ կարող է տեղի ունենա մոտակա օրերի ընթացքում։ Այս հարցերի վրա ենք մենք այսօր կենտրոնանալու։ Այդ հարցերին անդրադարձավ նաև մամլո ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ասում է, որ ինքը չի առաջնորդել կամ ինքը չէր այսօրվա այդ հավաքի հեղինակը, դժվար է ասել ինքն էր թե չէ, բայց մեկ բան կարևոր է հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ սրբազան հայրերը, 10 սրբազան հայրերը, ովքեր որ համարձակություն ունեցան տարածել մի քանի հայտարարություն, որոշում են հստակ կայացրել ըստ ինձ, որ ամանորի գիշերը կամ եթե նույնիսկ ամանորի գիշերը չստացվի, Սուրբ Ծննդյան պատարագը Կտրիչ Ներսիսյանը չպետք է մատուցի։ Ես գալիս եմ այդ տեսակետին եւ այսօրվա հանրահավաքը, այսօրվա հավաքը Մայրաթոր էջմիածնում հստակ ազդակեր Կտրիչ Ներսիսյանին, որ ինքը պետք է շատ արագ շտապ որոշում կայացնի հեռանալու եւ միանշանակ սրբազան հայրերը չեն հանդուրժելու, որպեսզի ինքը ամանորյա ուղերձով հանդես գա, մնալով ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնին եւ դրանից բացի մատուցի Սուրբ Ծննդյան պատարագը։ Սա իմ կարծիքը։ Հնարավոր է սխալվում եմ, բայց իմ սկզբնական եզրահանգումը հենց դա է, չնայած որ շատ խառն է այսօր ամբողջ օրվա ընթացքում, որքանով որ կարողացել եմ հետևել իրադարձությունների զարգացմանը, իսկ ես փորձել եմ ամեն պահ տեղեկացած լինել, թե ինչ է տեղի ունենում, Մայրաթորի շուրջ ես հստակ գալիս եմ այդ եզրահանգմանը։ Եվ պատահական չէր, որ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հետաքրքիր հայտարարություն հնչեցրեց, որ հաջորդ անգամ արդեն այլ նպատակով են իրենք հավաքվելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Եվ ըստ ինձ հաջորդ անգամ արդեն պատարագ է լինելու Մայրաթոր էջմիածնում եւ այդ պատարագի ընթացքում հնարավոր է թույլ չտրվի, որպեսզի Կտրիչ Ներսիսյանը մուտք գործի Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Ինչպես կլինի դա
կապրենք կտեսնենք, բայց ես միանշանակ այդ կարծիքին եմ։ Դուք էլ գրեք սիրելի հայրենակիցներ ձեր կարծիքը, ինձ հետաքրքիր է լսել նաև ձեր կարծիքը, գիտեմ որ ձեզանից, եթե չասեմ շատերը, ապա միանշանակ մի մասը եղել է այսօրվա հանրահավաքին ներկա եւ անպայման կիսվեք նաև ձեր տպավորություններով։ Իմ տպավորությունը եւ եզրահանգումը հենց սա է։ Հաջորդը, ինչը շատ կարևոր է, այսօր Փաշինյանը ասաց, որ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն, որքանից հասկացա այդ հայտարարությունից, այսինքն տելեգրամյան ալիքներից մեկում տեսա այդ հայտարարությունը, այդ հայտարարությունը, ասում է, որ այսինքն տեղի ԱԱԾ-ն հաստատում է, որ Գերմանիայից Կտրիչ Ներսիսյանին հեռացրել են հենց դրա պատճառով, որ ինքը եղել է ԿԳԲ-ի գործակալ։ Եվ հարցին, թե ինչու նրան այդ պատճառով չեն ձերբակալում Հայաստանում, պատասխանեց, որ ինքը եղել է Սովետական Միության քաղաքացի եւ եղել է ԿԳԲ-ի գործակալ, ինչ եղել որ։ Բայց պատկերացնում եք, չէ, ինչ լուրջ աղետ է դա մեր եկեղեցու համար, ցավոք։ Ահավոր, ուղղակի ահավոր է եւ ես հակված եմ հավատալու Հայաստանի հատուկ ծառայություններին, միանշանակ եւ Նիկոլ Փաշինյանին։ Նման հայտարարությունները հենց այնպես չեն հնչում, շատ լուրջ, չափազանց լուրջ մեղադրանքներ են եւ եթե սուտ տեղը ինչ որ նման մեղադրանք է հնչեցվում, այն էլ ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնը զբաղեցրած անձի նկատմամբ, ապա շատ մեծ է պատասխանատվությունը լինելու այդ անձանց վրա, ովքեր որ անում են այդպիսի հայտարարություն կամ այդպիսի եզրահանգման են գալիս։ Հետևաբար ես միանշանակ հակված եմ հավատալու, հասկանալով պահի լրջությունը, դժվար թե Փաշինյանը եւ նույն ծառայությունները սխալ տեղեկություններ հաղորդեին։ Միանշանակ ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը ցավոք, ես ուրախ չեմ դրանից, ցավոք համապատասխանում է իրականության։ Հաջորդը կարևոր էր Փաշինյանի անդրադարձը Հայաստանի երկաթուղիներին եւ հստակ ասվեց ռուսական հավաքականությունների մասին էր խոսքը, մենք մեր նախորդ հաղորդումների ընթացքում էլ էինք խոսում սրա մասին, որ Ռուսաստանին չի տրվելու Թրամփի երթուղով անցնող երկաթուղային ճանապարհը, այս պայմանությամբ, որ ոչ մի երկաթուղի այնտեղով չի անցնում, ու պայմանագրի մեջ շատ հստակ գրված է այդ պայմանավորվածությունների մեջ TRIP-ի, որ Հայաստան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները երկուսով են որոշում կայացնում, թե որ երկիրն է միանում այս կամ այն, որ երկիրն է եւ ինչ ձևով է միանում այդ նախագծին։ Այսինքն ռուսները իզուր թող հույսեր չփայփայեն, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները իհարկե չցանկանան, որ Ռուսաստանը այդ ձևով ներգրավի, Հայաստանի իշխանությունները չցանկանան, իսկ ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները միանշանակ չեն ցանկանում, հույսով եմ ու պատկերացնում եմ նաև ինչու՞ չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես չեն ցանկանում, որ Ռուսաստանը այդ կարևոր հատվածում եւ այդ կարևոր ծրագրի մեջ այդպիսի մի կարևոր հատված իր վրա վերցնի։ Փաշինյանը նաև խոսեց Ադրբեջանը եւ Հայաստանը իրար կապող մեկ այլ երկաթգծի մասին, որը որ գոյություններ Խորհրդային Միության շրջանում եւ այդտեղից պարզ դարձավ, որ հստակ հանձնարարական է իջեցվել, թե անուղեք կամ վերահսկողեք հիմա այդ երթուղային հատվածը ուրեմն վերակառուցեք։ Նաև ինչպես արդեն նշեցի, Հայաստանում էր այսօր գտնվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, նա հանդիպել է արդեն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, աչքովս չընկավ, որ նա հանդիպել է Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի հետ, չնայած որ այդպիսի հանդիպումներ միանշանակ նախատեսված էին, կարծես պաշտպանության նախարարության հետ հանդիպում եղավ, երևի վաղը, եթե այսօր չեն հանդիպել եւ ես բաց չեմ թողել, վաղը անպայման լինի այդպիսի հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ։ Սրանք շատ կարևոր հարցեր են, սիրելի հայրենակիցներ, եւ մեկ այլ կարևոր հարցի ես ուզում եմ անդրադառնալ,
Դա Լավրովի հայտարարությունն է։ Ուղղակի մի քիչ չոքնած, մի քիչ այսպես անկերական մթնոլորտում եմ խոսում, բայց հիշում եք մի քանի օր առաջ էլ խոսում էի նրա մասին, թե Կայա Կալասի հայտարարությունը, Մերցի հայտարարությունը կարող է իզուր տեղը ավելի լարել եւ գրգռել ռուսներին, Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ տեսանք այսօր մենք Լավրովի հայտարարությունը։ Լավրովը անդրադարձավ կոնկրետ այդ հայտարարությանը, որ Եվրամիությունը հիմա ֆինանսական միջոցներ է հատկացնելու, որպեսզի Հայաստանը կարողանա պայքար մղել ընդդեմ հիբրիդային պատերազմի։ Եվ փաստացի Լավրովի հայտարարությունից մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ լավ նկատել է այդ հայտարարությունը։ Եվ չէր կարող ուղղակի չնկատել։ Դա խնդիր է, թե չէ մեզ համար էս նախորդ իմ հաղորդումների ընթացքում այդ հարցին անդրադարձել եմ, բայց եթե այդպիսի հայտարարություն արվեց եւ դրա արձագանքը արդեն տրվեց, ոչինչ չկա այլևս կորցնելու, պետք է անցնել կոնկրետ հստակ գործի, որպեսզի գոնե այդ հայտարարությանը համահունչ Եվրոպական միությունը շատ լուրջ ձևով հիմա գործի լծվի, օգնի Հայաստանի իշխանություններին, Հայաստանի հասարակական կազմակերպություններին, Հայաստանում գործող լրատվամիջոցներին կամ այն անձանց, ովքեր որ ունեն տվյալ փորձ եւ ուզում են ստեղծել նոր հզոր լրատվամիջոցներ, որպեսզի այդ ամենը իրականացվի եւ ընտրությունների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը չբախվի հիբրիդային պատերազմի այդ հնարքներին, այսինքն կբախվի ամեն դեպքում, բայց կարողանա շատ ճիշտ եւ արագ արձագանքել։ Այսինքն այն ապատեղեկատվությունը, որը որ վերջին օրերին թափվում էր Հայաստանի գլխին, հասարակ մեկ օրինակ գիտեք թոշակների մասով ինչեր ասես չհորինեցին քարտերի հետ կապված, դա շատ փոքր թեմա է։ Այն ինչ սպասվում է մոտակա ամիսների ընթացքում ուղղակի ահավոր է լինելու։ Ես ձեզ վստահեցնում եմ միանշանակ շատ բարդ իրավիճակում է հայտնվելու Հայաստանի Հանրապետությունը, եթե հենց այսօրվանից չսկսվի շատ լուրջ աշխատանք այս ուղղությամբ։ Եվ Եվրամիությունը եթե ինչ-որ մի բան անելու է, իսկ ես համոզված եմ, որ անելու է, պետք է որ անի։ Պետք է անի շատ շտապ, այդ պոպուլիստական հայտարարություններից հետո պետք է անցնեն արդեն շատ լուրջ գործողությունների, քանի որ իրենք այդ հայտարարությունը անելով ավելի շատ գրգռեցին Ռուսաստանի Դաշնությանը եւ հիմա Ռուսաստանի Դաշնությունը ավելի շատ մեծ միջոցներ է սկսելու կիրառել Հայաստանի Հանրապետության մեջ։ Դրա համար նաև Հայաստանի իրավապահ համակարգը շատ լուրջ պետք է զբաղվի, որպեսզի կարողանա վերահսկել այդ փողերի շարժը։ Այսինքն պարզ է, չէ՞։ Ասածս այն է, որ քանի որ նման հայտարարություններ արվեցին այնուամենայնիվ, ցավոք շատ արագ պետք է գործել եւ ավելի շատ լուրջ պետք է սկսել գործել եւ այլևս ժամանակ չկա թուլանալու, հիասթափվելու, որովհետև մենք իրոք պետք է կարողանանք պահպանել մեր անկախությունը եւ ինքնիշխանությունը։ Դա գերագույն արժեք է, սիրելի հայրենակիցներ։ Գերագույն արժեք է եւ լավ հիշեցի մեկ հարցի եւս նույնպես ուզում եմ անդրադառնալ։ Երեք ես տեսա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը հիմնականում շատ լուրջ քննադատություն էր Եվրամիության նկատմամբ, սակայն մեզ համար կարևորը գիտեք որն է։ Այսինքն ամեն ինչ է կարևոր այդ հայտարարությունների մեջ հասկանալու համար թե ինչ է տեղի ունենում, բայց խոսք կար, որ վերաբերվում էր կոնկրետ Հայաստանին։ Երբ որ Կոբախիձեն հայտարարություններ է անում, միանշանակ այդ հայտարարությունները, երբ որ ուղղվում են Եվրոպական միությանը, Եվրոպական միության առաջնորդներին, իրենք լսում են, օրինակ Վրաստանի իշխանությունների հայտարարությունները, Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունները, Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, եւ այդտեղ Կոբախիձեն ասում էր, թե մենք ինչ ենք արել, որ այդպիսի դրսևորում է ցուցաբերում Եվրամիությունը մեր նկատմամբ, ուզում եմ ասել մենք շատ ավելի հավատարիմ ենք եվրոպական արժեքներին, ահա, բայց կա մեկ երկիր կամ մեկ երկրի վարչապետ, որը որ Բրուսելի հանդիպումներից միանգամից Բրուսելից թռնում է Մոսկվա մեկ այլ հանդիպումների Ռուսաստանի իշխանության հետ եւ Եվրամիությունը հանդուրժում է դա եւ այդ երկրին կամ այդ երկրի վարչապետին ոչինչ չի ասում, իսկ մեզ շատ են ասում, մեզանից շատ են պահանջում։ Հասկանում եմ, թե ինչու է անում Կոբախիձեն այդ հայտարարությունը, հասկանում եմ, թե ինչպես է
ցավում իրեն, բայց շատ մեծ վնաս է դա հասցնում Հայաստանի Հանրապետությանը, գիտեք, սիրելի հայրենակիցներ, ցավոք առաջնորդվելով ինքը իր շահերով կամ չգիտեմ, երկրի շահերով չեմ կարող ասել, բարդ է։ Վրաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը բարդ է, բայց մեկ բան շատ հստակ է, այդ հայտարարությունը վնաս էր, ցավոք սրտի վնաս էր Հայաստանի Հանրապետությանը, չեմ կարծում, որ հատուկ արված էր վնասելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը, ուղղակի Եվրամիությանը ցույց տալու, որ դուք տեսեք, արդար չեք վարվում Հայաստանի հետ, Հայաստանի խրախուսում եք, Հայաստանի հետ խորացնում եք ձեր հարաբերությունները, այն ժամանակ, երբ որ Հայաստանի վարչապետը ինքնաթիռով Բրյուսելից թռնում է Մոսկվա, իսկ մեզ հետ ահա այսպես է վարվում։ Այսինքն ասածս այն է, որ կարող է այդ հարցում եւս Հայաստանի իշխանությունների մանևրերը սահմանափակվեն։ Ստիպված կարող է դառնա Եվրամիությունը արդեն արձագանքել նաև այդ ամենին, քանի որ կոնկրետ դրա պահանջարկը կա, առաջանում է եւ կոնկրետ մատնանշում են այդ փաստը, որ տեսեք, Բրյուսելից Փաշինյանը ծրավ Մոսկվա, ճիշտ է անուններ չի տալիս, երկիրը չի նշում, բայց պարզ է մեզ համար, որ կոնկրետ ինակատի ունեին Հայաստանի Հանրապետությանը։ Ասածս չի վնասելու եւ ոչ մի կերպ չի վնասում հայ-վրացական հարաբերություններին։ Ես միշտ խոսում եմ հայ-վրացական հարաբերությունների մասին, դրանց կարևորության մասին, սիրելի հայրենակիցներ, ասածս լրիվ ուրիշ բանի մասին, կարծում եմ դուք հասկացաք, ինչի մասին է խոսքը, կարծում եմ չէ, համոզված եմ, որ դուք հասկացաք, ինչի մասին է խոսքը, բայց ինձ ամեն ինչ հուշում է, որ օրեցօր օղակը սեղմվում է եւ մանևրի հնարավորությունները Հայաստանի իշխանությունների համար դառնում են շատ ավելի քիչ եւ դրա համար պետք է շատ ավելի լուրջ եզրահանգումներ անենք եւ շատ ավելի լուրջ սկսենք աշխատել, քանի որ ժամանակ այլևս չի մնում։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։